Ուզում ենք պատմություն, որը մեզ կվերադարձնի ազգային արժանապատվությունն ու հպարտությունը։ Մեզ պետք է պատմություն հենց մեր մասին։ Այսօր հայաստանյան հասարակությունն ապրում է գոյաբանական ճգնաժամ, որն առավել խորացավ Արցախի ամբողջական հայաթափումից հետո։ Այն է լինել կամ չլինել, հպատակվելու եւ ենթարկվելու վիճակին համակերպվել կամ չհամակերպվել, տագնապալի զգացումով քնել եւ արթնանալ։ Գլխավոր հարցը դարձել է ոչ թե այն, թե ով կարող է ավելի լավ կառավարել մեր տնտեսությունը, այլ այն, թե ինչպես ապրել այսքան նվաստացումներով։ Մենք պատմության մեջ հերթական անգամ ստացանք գլխավոր դասը, որը ցավոք մինչ օրս բավարար չափով չենք յուրացրել։ Այն է կարելի է լինել իրավացի, ճիշտ, համարձակ, սակայն պարտվել, եթե միասնական չենք, միմյանց չենք սատարում, ազգային շահերին միասնաբար միտված չենք, մեկս մյուսով չենք։ Քաղաքական գործիչները փորձում են հարցերին պատասխանել գեղեցիկ խոսքերով, բայց մարդիկ պահանջում են իմաստ, նշանակություն եւ արդյունք։ Մեզ պետք է գտնել այդ իրական իմաստը։ Արդյոք մենք ինքներս ենք մեղավոր։ Ինչ է արդյոք մեզ առաջարկվում։ Առաջարկվում է հետեւյալ բանաձևը՝ պարտություն, համակերպվել, հանձնվել։ Մենք առաջարկում ենք քաղել դասեր եւ առաջնորդվել, համատեղ աշխատել, ջանքեր գործադրել, վերացնել ու վերականգնել բանաձևով։ Ասում են մեղավոր ենք, ուրեմն համակերպենք, բայց մեզ դա չի վերադարձնում մեր հպարտությունը, դա օրինականացնում է նվաստացումը, խաչ քաշում մեր ազգային եսի վրա։ Կամ էլ առաջարկում են ապրել հիշողություններով։ Երրորդը, որտեղ հաց այնտեղ կաց լինել, փող ունենալ, մնացած ամեն ինչը մոռանալ, չմտածել, չկարևորել։ Բայց քչերն են ասում, մենք ենք մեր երկրի ու ճակատագրի տերը, սխալվել ենք, ուրեմն կուղենք, կշտկենք։ Մեր եւ մեր հանդեպ մյուսների սխալը կվերականգնենք այն, ինչ մերն է, նաեւ մեր դրական որակներն ու կարողությունները եւ առաջ կգնանք։